Թողտերը փառավորվի ժողովուրդ ջան։ Պատանիների հետ ծառայելուց մի անգամ շուտ այտենց հանձնարարություն իրանց տվեցինք, ասեցինք, որ այս մի շաբաթվա ընթացքում, ոնց որ այս պատանյականից մինչև հաջորդ պատանյականը մի շաբաթվա այդ ինտերվալով իրանք փողոցում մարդկանցից հարցում անեն։ 3 հոգի մարդիկ, անհավատ, աշխարհի մարդիկ, 3 հոգի հարցնեն, թե իրանք ինչ են ընդհանրապես ուզում Աստծուց։ Ու 3 հոգի ամեն մեկը, ու 3 հոգի հոգևոր մարդկանցից հարցնեն, թե իրանք ինչ են ուզում Աստծուց, այս երկրի վրա։ Ու գնացին պատանիները, տենց մոտավորապես 20 պատանի կլնեին երևի, արեցին այդ հարցումները, եկան տենց լիք ինֆորմացիա կար, չգիտեմ, երևի մի 60 հոգուց հարցրել էին, հա, մոտավորապես, ու մենք պատանեկանի ժամանակ քննարկում էինք այդ արդյունքները, թե մարդիկ ինչ էին ուզում։ Այդ արդյունքների մասին չեմ ուզում բան ասեմ, շատ ցավալի էր արդյունքները, թե հոգևորները ինչ էին ուզում Աստծուց, ու սենց վերջում, այդ քննարկումի վերջում մենք հարց տվեցինք պատանիներին, բա դուք ինչ եք ուզում Աստծուց։ Դուք ինչ եք ուզում։ Ու սենց հերթով պատանիներին առանց մեկին բաց թողելու, սենց ոնց որ կռուկ հարցրեցինք, ամենքը իրանց տեսանկյունը, ամենքը իրանց պատկերացրածը, հա, թե իրանք Աստծուց ինչ են ուզում։ Որ կռուկը լրացավ, վերջի պատանին պատասխանեց, այտենց հարց հնչեց իրանց կողմից։ Ասեցին, Սյոպ ախպեր, Դավիթ ախպեր, բա դուք ինչ եք ուզում Աստծուց։ Ու սենց անակնկալի վիճակ եղավ, իրականից, բա մենք ինչ ենք ուզում Աստծուց։ Ու այդ քննարկումի ժամանակ, տես բարձրաձայն, ոնց որ քննարկում ենք իրար հետ, ու Տերը մի հատ խոսք բերեց։ Այդ խոսքը եղբայրը կարդաց, երիտասարդ ախպեր էր, 27 Սաղմոսի մեջ է գրած։ Ասում է, բան մը կխնդրեմ Աստծուց ու ասիկա կաղաչեմ, որ կյանքիս բոլոր օրերի մեջ Տիրոջ տան մեջ բնակվեմ։ Ես չգիտեմ ով ոնց է գնահատում այս իր նստած վայրը։ Ես չգիտեմ ով ոնց է գնահատում։ Բայց ես Սուրբ գրքով տենում եմ, որ երկնքում, ուշադիր խնդրում եմ այս մտքին, որ երկնքում թափուր աթոռներ չեն լինելու։ Այսինքն, եթե դու չգնատեցիր քո տեղը, հաստատ ուրիշն է նստելու։ Երկնքում այդ հաստիքը, որ լրանում է, այնտեղ չի լինելու, որ մարդիկ կային չփրկվեցին, իրանց աթոռները դատարկ մնացին, դες բան չկա։ Կարակ Սուրբ գրքում նայեք, երբ որ Հուդան չպահեց իր տեղը ուրիշը նստավ։ Երբ որ Իսրայելի ցեղերից մեկը չպահեց իր տեղը ուրիշը նստավ։ Ու էսի արդար է մեր կյանքում, որտեղ Սուրբ Գիրքը ասում է, պահի այն ինչ որ ունես, որ ուրիշը քո պսակը չառնի։ Տենց համար կա հետարքիր գրածա, ուրեմն վախնանք, որ անոր հույսը մտնելու այդ հնարավորությունից ձեզ մեկը զրկված չմնա։ Թող Տերը մեզի օգնի, ինչ որ կա իմ սրտում, ես կփորձեմ կարճ, որտեղ ես հասկանում եմ ժամանակը սուղ է։ Կուզեմ կարդամ Մատթեոս ավետարան 13-րդ գլխի 45 ու 46 համարները։ Մատթեոս ավետարան 13, 45, 46։ Դարձյալ երկնքի թագավորությունը վաճառական մարդու նման է, որ գեղեցիկ մարգարիտներ կփնտրե։ Եվ պատվական մարգարիտ գտնելով գնաց իր բոլոր ունեցվածքը ծախեց ու զանիկա գնեց։ Եթե սրանից մի երկու համար վերև կարդանք, գրած է, որ երկնքի արքայությունը նման է, որ մարդը ինչ որ միտեղ մի հատ գանձ է գտնում, հետո գնում է իր ունեցվածքը ծախում է ու այդ արտը առնում է, որի մեջ այդ գանձն է։ Զուգահեռով, որ նայենք շատ նման է Տեր Հիսուսին, որ եկավ աշխարհ, աշխարհը գնեց, որտեղ այդ աշխարհի մեջ եկեղեցի կար։ Բայց այս համարը մի քիչ ուրիշ է։ Երկնքի արքայությունը ասում է նման է մի հատ վաճառական մարդի, որ թանկագին մարգարիտներ է փնտրում։ Խոսքը մեր մասին է։ Խի վաճառական մարդ, որովհետև վաճառական մարդու կյանքում արժեքները միշտ փոխվում են։ Արժեքները փոխվում են։ Ինքը մի բան առնում է, հետո ծախում է, հետո դրանից լավն է առնում, հետո էդ էլ է ծախում, հետո ավելի լավն է առնում, ու սենց գնալով փոխվում են արժեքները։
Ես որ նայեմ ինչի վրա եմ ուշադրություն դարձրել տարիներ առաջ իմ մանուկ հասակում, հիմա ես դրանց վրա չեմ էլ նայի։ Հետո պատանեկան հասակում մի քիչ ավելի լուրջ բաների վրա եմ ուշադրություն դարձրել, հիմա ընդհանրապես ուրիշ աշխարհայացք է, հա։ Ձեր կյանքում եք արագ նայեք, դու մի բանին, որ կարևորել ես առաջ, հիմա այդ այդքան է կարևոր չի, հիմա դու ավելի կարևոր բան ես փնտրում։ Ու սենց արժեքները փոխվում են ու մարդը միշտ ման է գալի, թե որն է այդ ամենալավը, երբ է ինքը պետք լինելու, երբ է իրան պետք լինել, որ ինքը կանգ առնի, որ ավարտվի վերջապես այդ փնտրտուքը։ Այդ փնտրտուքի մասին Սուրբ գրքում հետարքիր համար կա գրած։ Ասում Աստված ժամանակին ամեն բան վայելուչ արեց։ Ու հետարքիր է, ու հավիտենությունը փնտրելու փափակ դրեց մարդու սրտի մեջ։ Այդ փնտրտուքի անունը, այդ հավիտենությունը փնտրելու փափագ է։ Ու մարդը իր ամբողջ կյանքում փնտրում է մի բան, որ այդ փոսը լցնի։ Ամբողջ կյանքում մարդը իր կյանքում փնտրում է, թե այդ փոսը ինչը կհագեցնի։ Բայց գիտեք ինչն է հետարքիր, որ այդ տեղը, այդ դատարկ տեղը, դա Աստծո տեղն է։ Ինչ ուզում ես քիչ այդ փոսի մեջ, ուրիշ բաների համար դա անդունդն է։ Ոչ մի բանը չի կարա լրացնի։ Մենակ Աստված կարա տեղավորվի այդտեղ այդ սրտի մեջ, այդ փնտրելու այդ փոսի մեջ, որ ինքը թողել է մարդու հոգու աշխարհում։ Մենակ Աստծուն, որ դնես քո հոգին կհագենա։ Ես շատ չերկարացնեմ, Սուրբ գրքում մի հատ հետարքիր անձնավորություն կար, անունը Զաքեոս էր։ Ինքը իր ամբողջ կյանքում ինչ-որ բաներ էր փնտրել։ Արել էր, դրել էր, դասավորել էր, դիզել էր, փառք, հարստություն, հա, պատիվ, հարգանք եւ այլն։ Բայց հետարքիրը ինչն է, որ այդ ամեն ինչը չէր գոհացրել իր սիրտը։ Ինքը չէր ասել վերջ, всё, ես ամեն ինչի հասա։ Հələ այդ փնտրտուքի մեջ է։ Ու այդ փնտրտուքը իրան ստիպում է, ասում է, «Այդամ հլնեմ այդ ծառի վրա, որտեվ լսել եմ սենց մարդ է անցնելու, սենց մեկն է անցնելու։ Այդամ հլնեմ այդ ծառի վրա կարող է դա, որ ես փնտրում եմ միշտ, կարող է ինքն է»։ Ու այդում է հլնում է ծառը ու հանդիպում է Հիսուսին։ Գիտեք, մի հատ միտք ասեմ, կարանք սենց ֆիքսենք, չգիտեմ ոնց, կամ գրենք, կամ հիշենք։ Մեր կյանքում, իմ կյանքում շատ բաներ, արժեքներ ունեն, որովհետև ես հələ Հիսուսին չեմ գտել։ Իմ կյանքում, մեր կյանքում շատ ունայն բաներ, հələ որ արժեքներ ունեն, որովհետև ես հələ Հիսուսին չեմ գտել։ Հենց գտնես Հիսուսին, այդ բաները կկորցնեն իրանց արժեքը, ես համոզված եմ։ Դրա համար ինչի վրա որ ուշադրություն էր դարձրել Զաքեոսը իր ամբողջ կյանքը վատնել էր դրանց համար։ Հիսուսին գտնելուց հետո միանգամից անարժեքացան։ Միանգամից հենց պրծավ իրանց արժեքը, հողին հավասարվավ։ Ու հայտարարություն անում, ասում է, իմ ունեցվածքիս կեսը աղքատներին կտամ։ Իմ բառերը դնեմ արանքում, այն մյուս կեսով էլ, ումը որ զրկել եմ, չորեք պատիկ կհատուցեմ։ Բայց գիտեք, ես չեմ տենում խնդրի լուծում, որ ինքը ունեցվածքը բաժանի, չեմ տենում։ Խնդրի լուծումը իր տրամադրվածությունն է, որովհետև ումը որ զրկել է, ինքը պետք է դա խոնարհվի, որ իրան հատուցի։ Ինչը ամենադժվարն է։ Շատ ժամանակ ֆինանսից հրաժարվելը միգուցե հեշտ է, բայց փառքից հրաժարվելը դժվար։ Դրա համար որ եթե ասի, գիտես ինչ, ես քեզի այսինչ ժամանակ խաբեցի, այսինչ ժամանակ գցեցի, զրկեցի, ինչ կլինի, խնդրում եմ, ան էս քոնը քեզի ու էս չորեք պատիկ ավել։ Անձի իջեցում է։ Խի, որովհետև ինքը ավելի պատվականն է գտե։ Էլ իր փառքը տենց մեծ արժեք չունի։ Էլ իր դիրքը տենց մեծ կարևորություն չունի։ Ինքը ամենալավին է գտե։ Գիտեք, միջև պատվական մարգարիտը գրած է թանկագին մարգարիտներ։ Թանկագին, որ ինչ որ գին ունի։ Բայց գրած է, երբ որ պատվականը գտավ։
Ատե գին չկա արդեն։ Գին չկա, պատվական է, ինքը ամենամաքուրն է, ամենաազնիվն է, ոչ մի բանը չի հավասարվի դրա հետ։ Ու այդ բոլոր մարգարիտները միասին վեկալած։ Պատկերացնում եք ինչքան հավաքած կլներ այդ վաճառականը։ Ամբողջ կյանք էր նվիրել դրան, մեծ, փոքր, փայլուն, քիչ փայլուն, հա։ Ամենքը իրար հետ վեկալած այդ մի հատի գինը չարժեին։ Դրա համար հեշտ ամբողջը վաճառեց ու գնաց այդ մեկի հետևից։ Նորից ուզում եմ կրկնեմ այդ միտքը։ Շատ բաներ մեր կյանքում արժեքներ ունեն։ Միայն ու միայն նրա համար, որ Հիսուսը իր տեղում չի։ Դու չես կարա զորով հրաժարվես ինչ-որ բանից։ Եղբայր աղոթքի մեջ ասեց, որ հեռախոսներ, հա։ Դու չես կարա հրաժարվես շատ բաներից, քանի դեռ դրանից լավը չես գտե։ Պատկերացրեք մի հատ երեխա խաղում է մի հատ խաղալիքով։ Ուզում ես չի տալի։ Բայց դու փորձի իրան մի քիչ ավելի լավը տաս։ Ինքը չի են նկատի ոնց կգցի էդի ձեռից։ Հետո որ ավելի լավը տաս, այդ երկրորդը կգցի։ Ու սենց շարունակ։ Դրա համար մեզի պետք է գտնել այդ թանկագինը։ Այն ամենապատվականը։ Մի հատ վերջի օրինակը ասեմ։ Երբ որ Հովսեփը դառավ կառավարիչ Եգիպտոսի, Փարավոնը Հովսեփին կնության տվեց քաղաքի անունը գրածա չեմ հիշում, այդ քաղաքի Քուրմի աղջկան։ Քուրմի աղջկա անունը Ասանեթ էր։ Չէ, էդի չէր։ Այդ Քուրմի աղջկա անունը Ասանեթ էր։ Հետարքիր է, որ Աստվածաշնչից չեմ ասում, պատմական տվյալ կա, որ երբ որ տալիս են, Հովսեփը հրաժարվում է։ Որովհետև Քուրմը կուռքերի երկրպագության հետ ունեցող մարդ, երկրպագության հետ կապ ունեցող մարդ է։ Ու երբ որ հրաժարվում է, այս աղջիկը հասկանում է, որ Հովսեփը այն մեկն է, որի հետևից արժի գնալ։ Ու այդ հիմա իր տուն, այդ հիմա իր սենյակ, այդ բոլոր կուռքերը պատուանից գցում է, ծոմ է պահում, զղջում է ու ընդունում է Հովսեփի Աստծուն։ Ու Հովսեփը համաձայնվում է իրան վերցնի կնության, որից հետո ծնվում են Եփրեմն ու Մանասեն։ Գիտեք, Հովսեփի նմանությունը ու Հիսուսի նմանությունը շատ դեպքերում կա։ Իրար հետ դատապարտված էին երկու հոգի, Հիսուսի հետ խաչված էին երկու հոգի, այն մեկը փրկվավ, հա, սենց լիքը զուգահեռներ կա։ Հովսեփը սիրելի որդին էր, Հիսուսը սիրելի որդին էր, բայց ամենասիրուն իմ կարծիքով, ամենասիրուն նմանությունը տեղ է։ Երբ որ հեթանոս աղջիկը, որ ընդհանրապես կապ չուներ Հովսեփի հետ, հրաժարվավ իր ամեն ինչից, որ ունենա Հովսեփին։ Մենք հեթանոսներս, որ ոչ մի կապ չունենք Հիսուսի հետ։ Ոչ մի կապ չունենք Հիսուսի հետ։ Հիսուսին ունենալու համար մենք պետք է հրաժարվենք մերոնցից, մեր ունեցվածքից, մեր այն ամեն ինչից, ինչը բռնում է մեր ձեռքերը։ Ես պատանիներին մի հատ միտք եմ ասել, կուզեմ ստեղ էլ ասեմ։ Քո ձեռքերը պետք է ազատվեն, դու պետք է ազատ մարդ լինես, որ կարենաս խաչ տանես։ Եթե քո ձեռքերը զբաղված է ինչ-որ մի բանով, ինչ-որ մի անօրեն գործով, ինչ-որ մի հատ ունային բանով, դու չես կարա խաչ տանես։ Հետևաբար դու չես կարա Հիսուսի հետևից եթաս։ Սուրբ գրքում մի հատ համար կա, ռուսերեն է շատ լավ հնչում, հայերեն տես չի երևում, բայց ռուսերեն լավ է երևում։ Հիսուսն ասում է, ով որ ուզում է իմ հետևից գա, թող իր խաչը առնի ու իմ հետևից գա։ Գրած ասենց, ով որ գալիս է իմ հետևից, բայց չի վերցնում իր խաչը, ընձի արժանի չի։ Ռուսերեն տենց է գրած։ Ասում է, ով որ уզում է իմ հետևից գա, պետք է իր խաչը վերցնի։ Գրած ասենց, кто не берет крест свой и следует за мной։ Մենք շատ պատկերացնում ենք, որ չենք վերցնում խաչը ու չենք գնում Հիսուսի հետևից։ Չենք վերցնում ու չենք գնում, բայց տենց չի գրած։ Գրածա չես վերցնում, բայց գնում ես Հիսուսի հետևից։ Кто не берет крест свой и следует за мной, ու գալիս է իմ հետևից։
Ինձի արժանի չի։ Դրա համար դու պիտի հրաժարվես այն ամեն ինչից։ Ինչը որ խանգարում է Հիսուսին նստելու քո սրտի գահին։ Թող Տերը մեզի օգնի, ամեն։